Մենք բոլորս դառնելու ենք կամավորականներ, ես ինքս կամավորական եմ, այս ծրագիրը չունի ոչ մի պետության աջակցություն, ուղղակի կան պետություններ, որոնք ունեն լավ զավակներ եւ իրանք իրաց մոտ են անում, ես էլ լինելով լավ հայ զավակ, ուզում եմ իմ երկրում անել այս նախաձեռնությունը եւ մեր մայրերին ու քույրերին, մեր ընտանիքներին, մեր երկրին։ Մենք շինարարական ընկերություն չենք, ես ուղղակի իմ պարտքն եմ համարում եւ խնդրում եմ բոլորին, շատ եմ բոլորին, որպեսզի մենք բոլորս այդ պարտքը վերցնենք մեր վրա եւ վարակենք ամբողջ հայազգին հաղթողի հոգեբանություն, վարակենք ամբողջ հայազգին Հայաստանի Հանրապետության անկախության գերակա արժեք լինելու։ Ծրագրերին էլի։ Շնորհակալ եմ ձեզ։ Եվս մեկ անգամ բարև ձեզ, բարև հայեր ջան, բարև ազգակիցներ ջան, որտեղ են գտնվում, երեխեք ջան, գիտեք։ Իսկ որ համալիրում են գտնվում, սա ինչ համալիր է, ինչ հուշա համալիր է։ Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրը, ապրեք։ Մեր պապերը 80 տարի առաջ, ձեր պապերը, ձեր տատիները 80 տարի առաջ հաղթեցին ֆաշիզմին։ Ձեր հերոս պապիները հասան մինչև Բեռլին և պարեցին Քոչարի։ Իմ այցի իմաստը բալեք ջան, երեխեք ջան, հայրիկ ջան, պապի ջան, եղբայրներ ջան։ Հետևում եմ ասելու բան չի։ Բարև հայրիկ ջան, անցեք։ Բարև ձեզ։ Լավ է։ Բարև ձեզ։ Անցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարև բարև։ Դրանով։ Ես ուզում եմ, որպեսզի հայազգը հասկանա, որ ինքն ունի Հայաստանի Հանրապետություն, ուզում եմ հասկանա, որ Հայաստանի Հանրապետության սեփականատերը հայ ժողովուրդն է, եւ ուզում եմ տարածել այն գաղափարախոսությունը, որ ես բարև բոլորին հայեր ջան, ազգակիցներ ջան, ես Մհերն եմ, ես այսօր այցելել եմ ձեզ, որպես պատմեմ իմ նախաձեռնած ծրագրի մասին։ Ուրեմն, գիտեք որտեղ են գտնվում, գիտեք ինչ հուշահամալիր է, բալե։ Գիտեք հայրենական պատերազմը Գիտեն, սաղն էլ գիտեն, ամանչում են եղել։ Տեսեք, մենք ոնց եք, մեր անուն ես։ Երոյ անուն։ Լավ եք։ Ոչինչ հարմար, գործերով, Համեց եք։ բար, կելեք, հացիկ։ Լավ եք։ Բարև ձեզ։ Լավ եք, լավ եք յանքեր։ Եգնանք իրար շուպենք։ Ամենակարևորը չլինենք պարտության սիմվոլ։ Մեր պապերը չեն զոհվել, որպեսզի մենք լինենք պարտված։ Մեր պապերը զոհվել են, որպեսզի մենք լինենք հաղթանակած եւ ունենանք չքնած երկիր։ Սա է մեր գաղափարախոսությունը, մենք ուզում ենք ամբողջ հայազգին վարակել այս գաղափարախոսությամբ,
մենք ուզում ենք որպեսի մեր նոր սերնդին տալ այն արժանապատիվ ապագան, որը որ մենք պարտավոր ենք։ Իսկ մենք պարտավոր ենք ձեզ տալ բարեկեցիկ արժանապատիվ ապրելու հնարավորություն։ Ես ձեզանից մեկն եմ, ես ուղղակի ուզում եմ, որ իմ ազգը սկսի ապրել հաղթանակի ոգով։ Նրանք 800 տարվա արձան են լվանում, ասում է, հերը սովորացնում է երեխան, ասում է, գիտես ով է, 14 սերունդ է անցել մոտավորապես, 800 տարի, ասում է, սա քո այսինք հաղթանակած, չգիտեմ, ասենք, գեներալ Պապինա, բայց սերունդին ոնց կմնի հաղթել։ Դե համար բալեք, մենք բոլորովս իրար հետ դառնալու ենք կամավորներ, վերակառուցելու ենք և բարեկարգելու ենք մեր պապիների նվիրված հիշարժանը, որովհետև նրանք նորից են կրկնում, այդ սխրագործություններով մեզ են տվել հայրենիք, բա ոնց կարելի է իրանց հիշատակը սենց պահել, չի կարող ունենան հայրենիք, բալեք։ Եվ այդ առիթով, դեպ ես անպայման կգնամ սրեշտեմ, մենք շինարարական ընկերություն չենք։ Ես ուղղակի ուզում եմ մեր ազգի մեջ մի զարթոնք ապրեցնել, որ մեր հայ ազգը ևս մեկ անգամ ես Մհեր Ավետիսյանն եմ, անմար գունդ, այսպես ասած, Բեսմերտնի պոլք միջազգային շարժման ղեկավարը, գլխավոր համակարգողը ամբողջ աշխարհում։ Ես ուզեցել եմ ձեզ հետ հանդիպել մի բարի և լավ նպատակով։ Ուզեցել եմ ձեզ հետ ծանոթանալ, պատմել ձեզ մեր նախագծի մասին, որից հետո ստանալ ձեզանից թույլտվություն, աջակցություն և ձեր օրհնությունը այս գործը շարունակելու համար։ Լավ գործի համաձայն ենք։ Ամեն պատերազմ ունի իր հաղթողն ու իր պարտվողը, բայց պատերազմի պարտությունը մեզ իրավունք չի տալիս ապրել պարտության հոգեբանությամբ, մեզ իրավունք չի տալիս լինենք պարտության սիմվոլներ, ոչ, մենք ունենք բազմաթիվ հաղթանակներ, ձեր Եկեք աղբեր էր։ Ես եկավանում եմ մի քանի կազմակերպություն, այսօր ես ձեզ հյուր եմ եկել, որպես անմար գունդ, Բեսմերտնի պոլք միջազգային շարժման գլխավոր համակարգող ամբողջ աշխարհում։ Երեխեք ջան, կարծում եմ դուք կիմանաք, մենք որտեղ ենք գտնվում, ինչ համալիր է։ Հայրենական մեծ պատերազմի խորհրդների հիշատակի երեխեքը չգիտեն, այն ասում են ժամանակ մոտավորապես 900 հուշահամալիրները վերանորոգվեն, բարեկարգվեն, վերակառուցվեն, վերաբացվեն։ Դրանով ևս մեկ անգամ մեր պապերին, մեր հայրերին կմատուցենք մեր հարգանքի ճուրքը և